Շարունակում ենք ծրագիրը եթերում ERT-ի նորություններն են եւ մեզ է միացել արդեն վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո։ Բարի երեկո։ Դե այսօրվա իհարկե հիմնական թեման կլինի Վենեսուելան, բայց հենց Վենեսուելայի հետ կապված եւս մեկ հետաքրքիր բան, որ Միացյալ Նահանգները կալանավորել է կամ ձերբակալել է ռուսական հեծանավը։ Այո։ Դե պետք է հաշվի առնել, թե տեսեք, նախ պատմությունը սկսվել է նրանից, որ դե գիտեք, որ շրջափակման մեջ էին նավերը, Ամերիկան դուրս չէր թողում տանկերները Վենեսուելայից դուրս գան։ Շրջափակել էր։ Այո, եւ եթե չեմ սխալվում, 14 տանկեր բեռնված մնացել էին վենեսուելական ափերում։ Եվ ահա 14-ից 10-ը փորձ է անում ճեղքել, այնտեղ տրանսպոնդերներ կամ բան կամ որ իրանց ավելի նկատելի են դարձնում ինչ-որ ազդանշաններ են տալիս, դա անջատել են, երբ որ տրանսպոնդերը անջատում ես, ընդհանրապես քո գտնվելու վայրեր կարող է չլինեն։ Երբեմն անգամ ուրեմն ինքնաթիռներն են այդպիսի մանևրներ անում, մի պահ անջատում են եւ լռության ռեժիմով են։ Այո, լռության ռեժիմով փորձել են շարժվել, ճեղքել են, որ մի մասը ճեղքել են, դեռևս տենց հստակ հայտնի չի, քանիսին է հաջողվել գնալ, թե քանիսին է չի հաջողվել, ամենայն դեպքում տեղեկություն տարածվեց, որ ռուսական մի նավ, ընդ որում այդ նավը ի սկզբանե ռուսական չի եղել, այլ դրոշի տակ է հանդես եկել, եւ վերջին շրջանում, վերջին մի քանի օրերի ընթացքում մի շարք նավեր փոխել են ռեժիմը, այսինքն բացահայտվել են, այդ կեղծ դրոշները հանել են եւ ռուսական դրոշ են դրել վրաները, կարծելով երևի, որ երևի այդպես կարող են անցնել, որ Թրամփը ձեռ չի տա ռուսական տանկերները։ Եվ ահա հայտնաբերվեց այդ նավը Ատլանտյան օվկիանոսում եւ սկսվեց հետապնդում այդ նավի։ Մի օր, երևի 2 օր այդ նավի հետևից էին ընկած։ Եվ վերջապես բռնում է Միացյալ Նահանգները։ Ընդ որում տեսեք ինչ է տեղի ունենում։ Սկզբից Ռուսաստանը զգուշացում է տալիս, հետո ուղարկում է ռազմածովային ուժերը, Սուզանավ է ուղարկում, որպեսզի հասնեն իբր թե պետք է ամերիկյան նավատորմները վախենան ռուսական Սուզանավից կամ ռուսական ինչ-որ ժանգոտ նավերից, հա։ Եվ ընդ որում Սուզանավը, այսպես ասում են հիմա էլ այնտեղ տակից փորփոշման ուղեկցում է, այդ մի քիչ հետը գնում է այդպես տխուր լացելով։ Մի խոսքով։ Եվ ամերիկացիները հասկանում են, բայց միևնույն է օպերացիան իրականացնում են, արգրավում են, հիմա էլ Ռուսաստանը կոչ է անում կարծես թե ակնարկում է, որ մի քիչ մարդասիրաբար մոտենան, շատ չդատեն, որտեղ նրանց բոլորին դատելու են, որտեղ իրենք խախտել են ԱՄՆ-ը։ Այո, ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանում, իրենք խախտել են այդ պատժամիջոցները, ամերիկյան օրենքով իրենք կդատվեն, բնականաբար անձնակազմի անդամները ռուսները կլինեն միանշանակ, եւ այսպիսի իրավիճակ, բայց եթե սա ինչ-որ տեղի է ունեցել, բայց տեսեք, ընդ որում շատ մեծ վտանգ կար այդ պարագայում, որ կարող է շատերը կարող են մտածեին, այստեղ Ամերիկայում, չէ, ու ռուսների հետ այստեղ էլ մարդիկ կան, այո, բախվեն եւ այլն, մարդիկ այնց չեն հասկանում, որ Ռուսաստանը Ամերիկայից սարսափելի վախենում է եւ իրենք երբեք չեն գնա Միացյալ Նահանգների հետ ուղիղ բախման, երբեք չեն գնա եւ մարդիկ սա պետք է հասկանան, տեսնեն տարբեր օրինակներով, Պուտինի խոսալը լսում են, մտածում են, դա աշխարհի տերն է, չեն հասկանում, որ իրականում նույն Միացյալ Նահանգները ցույց տվեց իր ուժը եւ ցույց տվեց Ռուսաստանը ով է իրականում, հա։ Եվ հիմա ցույց տվեց, որ սա իր տարածքն է, դե Թրամփը ելույթի ժամանակ Ռուբիոն էլ ասաց, որ անդադ ակնարկում են, որ արևմտյան կիսագունդը, ասած էս մեր կիսագունդն է։ Մեր կիսագունդը, բայց Արմեն, բայց կներես, եթե դա այդպես է, դա չի նշանակում, որ մյուս կիսագունդն էլ քոնն է, պարոնմույցից, էլ քոնն է Սիցիպին, ոնց որ ռեգիոնալ բաժանում ենք, ով ինչ ուզում անում է իր տարածքը։ Շատերը այդպես մեկնաբանում են, որ այդպիսի կարծիք են հայտնում, որ այդպես է, բայց եկեք հիմա մի բան հասկանանք, այդ դեպքում Թրիփը ինչ կապ ունի Միացյալ Նահանգների, ինչի պիտի Թրիփի համար պայքարեր Միացյալ Նահանգները։ Չէ որ Թրիփը մտել է դրա մեջ, որտեղ այնտեղ շահ ունի, չէ, կամ լավ, դա ինչով է հակասում են։ Չէ, որտեղ արևմտյան կիսագունդը Թրիփը արևմտյան կիսագունդ չի, կներեք, դա դաղալություն է, չէ, կներեք, կամ հիմա լավ, մենք ենթադրամար վերցնում ենք, որ Ուկրաինան այս պայդրությամբ Թրամփը ասենք չի օգնում, բայց իրականում այդպես չի, չէ, որ շարունակվում է հետախուզական տվյալներ տրամադրել, չէ, շարունակվում է զենք վաճառել, կարևոր զենք Ուկրաինայի համար, չէ, եւ այսինքն ըստ էության ինչքան էլ Թրամփը փորձում է միջնորդ ձևանալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, իրականում նա միջնորդ չի։ Իրականում միջնորդ չի։ Եվ այստեղ մի հարց, իսկ Ուկրաինան դա արևմտյան կիսագունդ է, իհարկե ոչ։ Ուկրաինան դա արևելային կիսագունդ է, բայց Ռուսաստանը ակտիվ շահերը առաջ է տանում։
Շարունակություն երկրորդ մասում խոսենք։ Գովաստ կվերադառնանք ու կշարունակենք։ Քոտոնը սկսվում է այստեղ։ Cosmo Palace, ընտանեկան բոլոր միջոցառումների իրական կենտրոն։ Վայր, որտեղ հայկական ջերմությունը միահյուսվում է եվրոպական շքեղությանն ու նրբագեղությանը։ Հայտնի եւ սիրված երգիչ-երգչուհիներ, լավագույն շոումեններ, որոնք ձեր երեկոն կդարձնեն իսկապես անմոռանալի։ Համեղ եւ տարբերվող խոհանոցի ներդաշնակություն հարիր միայն բարձրակարգ ճաշակին։ Անզուգական սրահին կից Hookah Lounge Patio, լավագույն եւ ռոմանտիկ երեկոներ բաց երկնքի տակ։ Սա պարզապես ռեստորան չէ, սա Cosmo Palace-ն է։ Շարունակում ենք զրույցը վերլուծաբան Արմեն Չիբխչյանի հետ, Արմեն խոսում ենք Վենեսուելայից եւ դրա ազդեցությունը ամբողջ աշխարհի վրա։ Այո, եւ իդեպ այս մասը ավարտենք, հետաքրքիր, մենք կիսատ մնաց։ Ես ում հարցնեմ, օրինակ հիմա Իրանի հետ կապված լավ հələ դեռ հասկացանք, բայց հիմա տեսեք Իրանի հետ կապված Թրամփը սպառնում է, որ եթե այնտեղ շատ մարդ կոտորվի, ինքը կմիջամտի, ճիշտ է։ Դա արևմտյան կիսագունդա ոչ։ Հարավային Կորեան արևելյան Ուրեմն ստացվում է, որ ինքը ասում է բոլորը իմն է։ Ոչ թե հա, հասկացաք, չէ, ինքը տես չէ, ինքը ասում է արևմտյան կիսագունդը իմ բակն է։ մնացածը կտեսնենք ինչ են կանում։ Մնացածն էլ ես աշխարհի դոմինանտ ուժն եմ։ Ինչ որ ինձ պետքա տակ։ Այսինքն էդ է խնդիրը, այսինքն մոտարապես էսա տրամաբանությամբ եւ դա բաց չի։ Դառնում է համաշխարհային ոստիկան։ Ճապոնիայում իհարկե եւ հետ էտա կդրեք շատ լավ հարց տվեցիք, օրինակ Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում զորք ունի, ամենաարևելյան երկրներն են, ճիշտ է։ Հիմա տեսեք, համաշխարհային ոստիկանի դերը կորցրեց Միացյալ Նահանգները։ Եւ դրանից սկսվեց համաշխարհային ինչ բառ օգտագործենք համաշխարհային հա, լավ, շատ ճիշտ բառ է։ Այո, այն ինչ որ հիմա կատարում է, սա համաշխարհային սկսեցին չվախենալ, էլի։ Այո, սկսեցին չվախենալ, լկտի անալ։ Չի գործադրել։ Այո, դա հիմնականում ցավոք սրտի տեղի ունեցավ, հիմնականում սկսած, այսինքն դե այնտեղ արաբական գարունից հետո եւ այլն այսպես որ խառանշփոթ իրավիճակ եղավ, Ռուսաստանը օգտվեց առիթից, այդ 14 թվականին եղավ ճակատագրական պահը։ 2008 թվականին լավ ուշ արձագանքեցին Վրաստանի իրադարձություններին, իսկ 2014 թվականը եղավ ճակատագրական բանը, երբ որ Պուտինը հասկացավ, որ ինքը Ղրիմը մարսեց, ինքը մտածեց, որ վերջին կկա։ Ընկել էին եվրոպական լիդերներով Պուտինի ձեռը բռնած, ասենք, որ ինչ որ մի քանի պատժամիջոց հրավիրում էին բանի, հանդիպումների, նստում, պայմանագրեր էին փորձում ստորագրել։ Գիտես ինչի նման է, ոնց որ ամերիկացիները ասենք այդ Հիտլերի, որ Եվրոպայի կեսը գրավել էր, այն նստեին բանակցություն են արել, ասեին։ Այո, դրա համար էս իրադարձության շատերը Մյունխենյան համաձայնագրի հետ են, չէ, ուրեմն համեմատում։ Երբ որ եվրոպական երկրները Հիտլերի ճանապարհը բացեցին ըստեյության իրենց ցուրակամությամբ, հա, Չեմբերլենի հետ են շատ որոշումները շատերին համատում։ Այսպես շարունակ, հա։ Այսինքն տեսեք, իրականությունը հետեւյալն է։ Ամերիկան հիմա փորձում է վերադարձնել համաշխարհային ոստիկանի դերը, բայց այստեղ ունենք լուրջ հարց, որ պետքա օբյեկտիվ լինենք։ Արդյոք Ամերիկայի ռեսուրսները արդեն այս Չինաստանի պարագային, որտեղ տեսեք Չինաստանը դեռ խոսքը չի ասել։ Այո, Չինաստանի տնտեսությունը իդեպ վատանում է, գիտեք, չէ՞ վիճակը։ Չինաստանի տնտեսությունը բավականին, ասենք, ենթադրում եմ, որ նաև տարիֆների պատճառով, եկեք ճիշտը խոսենք, եւ վերջին տվյալները լավը չեն Չինաստանի տնտեսության, այսինքն, բայց միևնույնն է, մենք այդ որ ասում ենք լավը չի, նրանք բավական լուրջ դիմացկունություն են, այնպես չի որ ասենք հիմա ասում ենք լավ չի, հա, ամենապես այդ աճը չկա։ Մի բուր բրնձով կապեր մի օր։ Բնականաբար, առավելից տոտալիտար երկիր է, այսինքն նրանք շատ հեռու են այդ ճգնաժամից, որ հիմա այլ հարց, իրենք հակառակը, իրենք հիմա տեսեք, հիմա շատ կարևոր է ինչ կկատարվի Իրանում, հա, մերձավոր արևելքում ինչ։ Կներես, մինչև շարունակել, ինձ թվում է, այս Վենեսուելայի հարցով Ամերիկան մի անգամից 4 հոգու ապտակեց մի հարվածով, չէ՞, ապտակները Իրանին, Չինաստանին, Ռուսաստանին, Կուբային։ Այո։ Դե Կուբան նրանց պրոքսին աստեղության, այո, Կուբան։ Բայց հիմա Կուբան արդեն նստած դողում է, այս պատկերացում կարող է որովհետև տեսեք, շատերը ենթադրում են, ու Ռուբիոն հարցը, այսինքն շատերը ենթադրում են, որ փաստորեն դե Ռուբիոն Կուբայից է, չէ՞, այնտեղ անձնական հաշիվներ կան, չէ՞, արդեն։ Տեսեք, Վենեսուելային հարվածներով իրականում որոշ վերլուծած ես այդպես միայն չեմ կարծում, դա նաև ներառյալ է, որ իրականում Վենեսուելային հարվածելով հարվածեցին Կուբային, այսինքն հիմնական թիրախը ոչ թե Վենեսուելան էր, այլ Կուբան էր, Վենեսուելան միջոց էր, որովհետև ըստ էության վերջին տարիներին Կուբային պահում է Վենեսուելան ըստ էության։ Բնականաբար Կուբան էլ որպես ընդհանուր միջամբարի բան են, հա, Կուբան էլ անվտանգության հարցով էր օգնում տեսակ եւ այսպես շնորհակ, հա, իդեպ մեկ էլ մենք 38 զոհ ենք տալի, իրականում ամերիկյան ադմինիստրացիան է հայտնեց, որ մենք չենք ուզում թիվը ասենք, բայց այնտեղ շատ ավելի շատ է եւ արդեն շրջանառվում է 80 թիվը, 80 հոգի են սպանել։
եւ կուբացիներից եւ այնտեղ անձնակազմից եւ ասում են անգամ գուցե այնտեղ կողքից անցանկալի զոհեր են եղել եւ այսպես շարունակ։ Այսինքն մեծ հաշվով տեսեք, Միացյալ Նահանգները փորձում է վերադարձնել այդ ոստիկանի դերը, որը ճիշտ է, որովհետեւ երբ որ ոստիկան չկա համաշխարհային, իրականում լկտի անում են բոլոր դիկտատորները։ Ցավոք սրտի դա այդպես է։ Մեկը մի ուժ պետք է, որ զսպի դրանց, հասկանում եք։ Լավ կլինի օրինակ Եվրոպաներ լիներ մի այլ ուժի կենտրոն, որ միասին զսպեին դրանց բոլորին, բայց դες մի հատ էլ օրինակ որ նայենք, ասենք որ նայում ենք Յուգոսլավիան, չէ։ Այո, մի քանի ազգերի միություններ եւ պիտոն բանի պես պահում են։ Արևմտյան սլավոնների հիմնականում։ Բայց երբ որ փլուզվեց այդ ամեն ինչը, սկսեցին իրար սպանել արդեն։ Այո, ընդ որում իրենք էլ, եթե դες նայում ես, այսպես շատերը եղբայրական ազգեր էին տենց, բայց սկսեցին այսպես լրջորեն, ասենք, իրար կոտորել, ասենք, եւ այսպես շարունակ։ Դե հենց այդ է, եւ այս իրավիճակում տեսեք, մենք պետք է հասկանանք, որ Չինաստանի պատասխանը դեռ չի եղել։ Ես վստահ եմ, որ հիմա Չինաստանում մշակվում է պատասխան, եւ ես վստահ եմ, որ այս ասեցին, որ դատապարտում են եւ այլն եւ այլն։ Գիտեք ինչ, օրինակ կներեք, տեսեք, Չինաստան Թայվանի հարցում, հա, բանան են իրենք։ Թայվանի հարց կարա լինի, եթե վստահ լինեն իրենց վրա, այնտեղ արդեն կարող է դա արդեն երրորդ համաշխարհային պատերազմ կսկսեն, եթե նրանք խփեն Թայվանին, Հյուսիսային Կորեան, Հարավային Կորեան, ես այդ սցենարը ասել եմ, դա կբերի Հնդկաստանը, Պակիստան, այսպես սա խառնվելու է իրար։ Այլ բան ասեմ, ասես շատ բան հիպոթետիկ օրինակ բերեմ, հա։ Օրինակ եմ բերում, ոչ թե հիմա բան եմ ասում, որպեսզի պատկերացնեք ոնց կարա լինի, պատասխանները կարան լինեն սիմետրիկ, ասիմետրիկ, հա եւ այլն։ Օրինակ կարող եմ եկել տենես ինչ որ հարցով Ադրբեջանի հետ պայմանավորվում են թրիփը ջրելու թեմայով։ Օրինակ պետքա այնպես անել, որ քանդել թրիփի, այսինքն դուրս մղել ամերիկացիներին, հա, ենթադրենք։ Ինչ որ բան են առաջարկում Ադրբեջանին։ Ասում են մենք քեզ կտանք այդ մի օրինակ, ես հիմա հիպոթետիկ օրինակ եմ բերում։ Հասկացա։ Այսինքն տեսակ պատասխանը ոնց կարա լինի։ Միացյալ Նահանգներին խփեն։ Ուրիշ տեղ կարող է լինի, չգիտեմ։ Ինչ որ արաբական երկրի միջոցով Մերձավոր Արևելքում, որպեսզի օրինակները, ասենք, չկենտրոնանանք շատ։ Այսինքն մենք չգիտենք ոնց կպատասխանի։ Առավելից ուժին ուժ ցույց տալու ձև են փնտրում։ Իհարկե, որտեվ նա ըստեղ իր ազդեցությունը վերացնես, նա մի հատ ուրիշ տեղ պետքա փորձի ամերիկյան ազդեցությունը վերացնել, բնականաբար, չէ։ Դե Տրամպը երեք մի հետարքի, իդեպ Իլհամ Ալիևը երեք նստած երկար պատմեց, չէ, ինչքան լավ հարաբերություններ ունի Սի Ցզինպինի հետ, իդեպ մենք դա կարող ենք օգտագործել։ Դա կարող ենք օգտագործել։ Դա ասում էր այդ Հյուսիսային Կորեայի բանի հետ էլ կապված։ Չէ, այդ լրագրողների հա կապ չունի, բայց ընդ որում ինքը թրիփը ուզում է ծառայեցնի Չինաստանի շահերին եւ մենք սա ինքը Իրանով լավ առիթ տվեց, որովհետեւ մենք վերցնենք ու ամերիկացիների դեմը դնենք, եւ ամերիկացիները հաստատ դա չեն ուզում, էլի։ Այսինքն բացահայտենք Ալիևի դեպքը, չէ՞ որ Ալիևը ամեն անգամ Տրամպին գովում է, բայց ասում է մենք թրիփը Չինաստանից ապրանք տանելու համար ենք օգտագործում։ Վատարեք դրեք Տրամպի դեմ, այդ շատ կարեւոր է հիմա, որովհետեւ Ալիևը մեծ բացթողում արեց իրականում, փորձելով էլի երկու աթոռի վրա նստել, հա։ Ու այդտեղ այլ հարց է։ Բայց իրականում տեսեք, մենք պետք է հասկանանք, որ իրավիճակը աշխարհում սարսափելի պայթյունավտանգ է, եւ այս իրավիճակում տարբեր օջախներ, տարբեր տեղեր կարող են, օրինակ, Սիրիայում չգիտես ինչի մեկ էլ սկսեցին բախումներ, չգիտեմ, լուրերում տվել եք թե չէ։ Այնտեղ հայկական թաղամասի մոտ։ Դու չգիտես դա ինչի արդյունք է։ Դու չգիտես դա օրինակ կարող է դա այդտեղ ինչ որ չինական հետ կա։ Ես եմ ասում հիպոթետիկ օրինակ։ Դրա համար մենք չգիտենք Չինաստանի պատասխանը ինչպես կլինի, եւ Չինաստանի պատասխանը իրականում կարող է այնպեսին լինի, որ շատ լուրջ հետևանքներ ունենա։ Համենայն դեպս Միացյալ Նահանգները իրենք են խոստովանում, որ այս պահին իրենք դրա համար են ինչ մեկ ասում Եվրոպային ասում են դուք պետքա ձեր մայրցամաքի հարցերը լուծեք, որ մենք կարողանանք կենտրոնանանք Հնդկախաղաղօվկիանոսյան ռեգիոնի վրա, հա։ Բնականաբար Լատինական Ամերիկայի չի, հիմա Միացյալ Նահանգները ակտիվ աշխատում է Հնդկախաղաղօվկիանոսյան ռեգիոնում, Մերձավոր Արևելյան ռեգիոնում եւ Լատինամերիկյան ռեգիոնում։ Ընդ որում Լատինամերիկան Ամերիկայում իր համար մեծ խնդիրներ պետք է բացվեն, որտեղ պարբերաբար փորձել է այդ երկրները իրենցով անել, որովհետեւ ինչ Արմեն, որտեվ բացի այդ քաղաքական պահից, ուրեմն այնտեղ կան նաև նարկոբարոններ, այո, այդ կարտելները, այդ ահռելի փողերը, այո, չպիտի հեշտ ու հանգիստ հաշվեն այս գաղափարի հետ, որտեղ Մադուրոյով իրենք ապրում էին, պետական մակարդակի էր ասել այդ ամեն ինչը, հիմա զրոյանալու է այդ ամեն ինչը եւ պարզ է որ դրանք հանգիստ չեն հանձնվելու, բացի քաղաքական նաև այս կողմն էլ կա։ Հələ ավելացրեք ռոպագանդան, կոմունիստական, որ քանի տասնյակ տարի է տարվում այդ կոմունիստական ռոպագանդան ու այնպես չի, օրինակ Վենեսուելայի ժողովուրդը հիմա ուրախ է, ճիշտ է, շատ ուրախ է։ Դե մեծ մասը։ Հա, բայց այդ դու չգիտես այդ մարդիկ ինչ վիճակում են ստա կամ բաղը ինչ, հասկանում եք, իրանց մեջ մտցված է ամերիկան թշնամի, կոմունիզմը բարեկամ, Ռուսաստանը, Չինաստանը եւ այլն։
դու այդ մարդկանց ուղեղները դա տարին տասնյակ տարիներով կերած է, մենք չգիտենք էֆեկտը։ Պետություններ կան, կարտելներն են ղեկավարում, բայց մեկ այդ մարդկանց ուղեղները կերած է եւ իրանք ատում են Ամերիկան։ Դրա համար այս պատմությունները դեռ նոր է սկսում, ժողովուրդը էս Բայց սա Իրանի համար էլ էր հարված, չէ՞։ Բայն չէ, հեղինակությանը, թե տնտեսությանը։ Բայն չէր։ Այո, մենք խոսում ենք Դերենիկա այս քիչ առաջ մենք զրուցում ենք Միացյալ Նահանգների պահանջներից, որ պահանջել է հենց Վենեսուելայից, որ առաջի պահանջը մենք ասացինք նոր հեռուստադիտողներին, որ հեռացվեն երկրից Չինաստանի, Իրանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները, արտաքսվեն ուղղակի, այո, շատ արագ։ Երկրորդը առանց իրենց ոչ մի նավթի վաճառք չկա, միանք ինքն է կառավարում եւ շատ խիստ, ոնց որ երկիրը գրավել է արդեն այդ տեսակ պահանջներ էր։ Եվ ես չգիտեմ այդ կինը ոնց է հրաժարվելու, այսինքն։ Այո, եւ ավարտել ասեց էլ, չէ՞, կներես, ասեց, հիշում ես Մադուրոին, ասեց ավելի վատ օրը քեզ կգցենք, Այո, կնոջը ասեց արդեն ավելի վատ օրը, այո, կգցենք 30-ից 50 միլիոն բարել նավթ էլ ասեց հələ կտասից ես այդ կծախեմ, ես կբաշխեմ այդ փողը մեր ու ձեր մեջ։ Բայց ասում եմ, ես ծախսել եմ, չէ՞, ասում եմ, այդ ինքն է որոշել, ինչքան ում կտա եւ այլն։ Այո։ Լավ, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա համար այսքանը սիրելիներ կհանդիպենք վաղը, ինչ տեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։